Մենք մյուսը պետք է լսել Վարդանի եզրափակիչ ձեր հայտարարությունը մեղադրյալների խնդրեմ։ Պատվորեն դատան, միգուցե բան չլինի, տեղին չհամարվի, բայց ես հասա, որ հիմա ինչ-որ ասում եմ, այդ մի նախադասություններ, որ ձեզնից կտրում էի, մեղադրյալը խոսքում ասել, եթե չկարանայի լսեի, որ քֆուրա տվել չկարանայի, ապացուցեի, ուրեմն մեկը միշտ դիմացեք, Նարեկ Սամսոնը մեկին քֆուրա տալի, պետք չի սապիս բերել, որ ապացուցել, իր քֆուրին տերա, միջև վերջ, ես հենց տղայական եմ ասում, ինչի որ ուզում խոսքը սկսել, ամենակարևոր բանից։ Ես անցել եմ դպրոց, ոչ թե հանրակրթարաններում կամ ինստիտուտներում, որտեղ որ անցել եմ, ինձ սովորացել իմը կարասա քրեական ենթամշակույթ, Հայկի կողմից Ավետյան պարոն Ավետյանի կողմից ընկալվի, որտեղ ոնց հասկանում եմ պարոն Ավետյանը մասնագիտացել անդիմադիրների խոսքի վրա քրեական գործեր հարուցելու բանով, մեր ընկերների 90%-ի վրա ինքն հարուցել գործը։ Իմ խոսքը պատվանդատան, ասում եմ ինչև դեց ենթադրում, բայց ես կներեք, իմ համար էական չի, հիմա մի հատ քրեական ենթամշակույթ կդնի, թե ինչ, այո, ես անցել եմ դպրոց փողոցում, որտեղ ես սովորել եմ իմ արարքների համար պատասխան տալ։ Ու անկախ նրանից կհակնեմ համազգեստ ոստիկանի, դատավորի, թե օրինակի համար, չգիտեմ, կանաչապատման աշխատող է քաղաքապետարանի, իմ համազգեստս երբեք չի լինելու խոչընդոտ, որ ես վաղը մյուս օրը այդ համազգեստից մեջ անածները կանգնեմ ու տղավարի կտամ պատասխան։ Ես ինչ արել եմ իմ ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել եմ դրանով պատվարժան դատարան։ Երբեք չի եղել մի դեպք, որ ես հագնեմ համազգեստը ու իմ ուսանողների մոտ, ես ուսանողներ ունեմ, գլուխ գովան, որ ես իմ համազգեստի հաշվին մարդ եմ նստացնելու, մարդ եմ բռնելու, ես եմ անելու էլ եմ արկում։ Իմ վերջի խոսքն է, կներեք պատվարժան դատարան։ Ես ասում չի եմ արկում, որտեղ դուք թույլ կտաք թող շարունակի, ուրեմն պատվարժան դատարան տեսեք։ Հնչում են արտահայտություններ, հիմա ես մենակ էստեղ ես եմ հանրային մեղադրող եւ հնչում են արտահայտություններ, որոնք կարող են ընկալվել, որ ինձ վերաբերելի են եւ ես սա շատ կարեւոր եմ համարում։ Ես պատվարժան դատարանում դասախոսում եմ տարբեր համալսարաններում, եւ ես երբեք այդպիսի գետ մեկ դեպք, որը չի կարող ներկայացնել, որ ես իմ կողմից վարվող քրեական գործի հետ կապված որևէ անձնական բնույթի որակում արած լինի։ Ուստի խնդրում եմ պատվարժան դատարան սահմանափակել նման խոսքը, որտեղ նման խոսք օգտագործողը չի կարող որևէ կերպ երբեք հիմնավորել, որ դա իմ հետ որևէ առասում։ Պատվարժան այդ փոխեց ձեր ելույթը, մի շարունակեք, թե դատան արձանագրում որ այս ելույթը ձեր հետ կապ չունի, միանշանակ, եթե դուք հակառակը կարող ասեք, պարոն Ավետյանի դասավանդման հետ որևէ նշանակ կապ չունի, Նարեկ Սամսոնյանի խոսքը որոշակիորեն մի ընդհատում։ Նարեկ Սամսոնյանի խոսքը որոշակիորեն պարզային չի նա վերաբերում, քանի որ նա այնպես չի, դա դժվար էր կռահել, տարածված տեսանյութ եւ այլն։ Բայց դա եզրափակիչ ելույթի բովանդակությանը իմաստին որևէ նշանակություն չունի։ Եզրափակիչ ելույթը ձեր հայտարարությունն է, որում ելույթ չի, ինքը հայտարարությունն է դատանի դիմելն է, թե դուք ի վերջո դատարանից ինչ եք ակնկալում ձեր հայտարարությունը, որովհետև ձեզ հնարավորություն տրվեց ձեր ճառերով եւ այլն, հիմա արդեն նորից ճառը չվերացել։ Շատ լավ, պատվարժան դատարան, այնուամենայնիվ նորից կրկնեմ, ես իմ արած ցանկացած գործողություն անելուց միշտ պատրաստ եմ եղել տալ պատասխան։ Անգամ եթե եղել եմ սխալ, մարդ անսխալական չի, շատ մարդիկ, ես լիք սխալներ եմ արել ու կարամ անեմ, բայց կարամ մի բան պնդեմ, երբեք չի եղել մի դեպք, որ ես քրեական օրենսգիր խախտեմ Հայաստանի Հանրապետության, իմ ողջ կենսագործունեության եւ քաղաքական գործունեության ընթացքում, չի եղել մի դեպք, ես շատ լավ հասկացել եմ, որ ինձ լիքը մարդիկ, այդ թվում հանրային մեղադրողը, ին դրած 3 ժամանոց, 4 ժամանոց վիդեոն նստում թուղթուկրիչով նայում են, փորձում են, նորմալ է, ավտորիտար իշխանությունը տենց պիտի անի, ժողովրդավարության իմիտացիան իշխանությունը տենց պիտի անի, այստեղ նորմալ եմ, օքեյ եմ, ես էլ այդ գնահատականները տալիս եմ, ես գիտեմ, ես որտեղ եմ։ Եվ ես նորից եմ ասում, պատվարժան դատարան, մենք 83 թողարկում արել ենք նույն բանը, որը տևել է մի տարուց ավել, գրեթե։ Մեր նկատմամբ քրեական գործը հարուցվել են պահին, երբ որ դրա նպատակահարմարությունը քաղաքական եղել է հրամանը իջեցվել է գործադիր իշխանության կողմից։ Շատ պարզ է ամեն ինչ, այնքան պարզ է, որ երևի թե իմ այս ասելը անընդհատ կրկնաբանություն է դառնում, դրա համար չեմ ուզում շատ խորանալ դրա մեջ։ Մենք այդտեղ խուլիգանության հանցակազմի տավեր չենք տեսնում պատվարժան դատարան։ Եթե ես երբևէ անեմ խուլիգանություն, իդեպ նորից ասեմ, ես չեմ բացառում, կյանք հա հնարավոր իրավիճակներ կարող է ստեղծել, որտեղ ցանկացած մարդ խախտի քրեական օրենսգրքի որևէ հոդված։ Կլինի դա, չգիտեմ,
հանրության դեմ ուղղված հանցագործությունների, պետության սահմանադրական կարգի ու եւ այլն, ես չեմ բացառում, նորմալ է, բայց որ բայ ես գամ, որ ես ինքս մեղավոր եմ, ես պատրաստ կլինեմ պատվով կրել պատիժը իմ արածի։ Ես տեսել եմ գրակատարողական հիմնարկներում եմ տեսել մարդիկ, որոնք արել են ինքը բան ասում են, մենք անում ենք ու մարդիկ, որոնք ասում են այո, արել ենք եւ կրում ենք մեր պատիժը։ Ես պատկանում եմ երկրորդ տիպին։ Ու նորից եմ կրկնում։ Այս քաղաքական բաները դուք ոչ վերջի դատավորն եք լինելու, ոչ Հայկ Ավետյանը լինելու, վերջին դատախազը, որ իմ դեմ մեղադրանք ա բերելու, քանի ես իշխանությունը կա, ես պիտի անցնեմ այս ամեն ինչի մեջ, գիտակցում եմ, բայց վստահեցնում եմ, ես այստեղ հանցանք չեմ գործել։ Եվ նորից կգտնեմ, անկախ նրանից, թե ես որտեղ կգտնվեմ, ինչ համազգեստի մեջ կգտնվեմ, որ պատերի ճաղերի արանքում, թե ազատության մեջ, ես իմ ցանկացած արարքի պատրաստ եմ տալ պատասխան, off the record, կամերաների առաջ կամ ցանկացած վայրում, այս է իմ ասածը։ Եվ իդեպ ասեմ, սխալվելուց ներողություն խնդրելու ամոթ չեմ տենում, բայց այստեղ չեմ սխալվել, ես հանցանք չեմ գործել, այսքան։ Լավ, Պատվաժան դատարան, այս ողջ գործընթացը դատական հանրային էր, շարունակում է լինել հանրային,